Ողջույն հարազատներ, այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, վերնագրել ենք այսպես. մոլորություն, խաբեություն, խելագարություն, չգիտեմ որ մեկն է ավելի սազական, ավելի վայել։ Պիտի խոսեմ մի նյութի մասին, որ այս մոտավորապես մի 10 օր շատ մտորում եմ սրա մասին եւ որոշեցի կիսվեմ ձեզ հետ։ Համացանցում տեսա մի նոր խումբ մարդկանց հետ, որոնք ունեին երևակայական կենդանիներ։ Ուրեմն կա այդ պավադոկը, որ շների հետ դուրս են գալիս, եւ այդ աշենիկը, որ գցում են կենդանիների վզին, բայց կենդանի չկա։ Եվ այդպես դուրս են գալիս փողոց, պարկ են տանում քայլելու, այսպես տեղեր կա, չէ, որ շները քայլում են, իջնում են, այդպես այդ տեղերով պտտում են, բայց կենդանի չկա։ Ուղղակի այդ թոկով դուրս են գալիս, իբր թե կենդանի կա։ Եվ մի խումբ մարդիկ են։ Եվ երկրորդ աբսուրդը, որ այս մի խումբ մարդիկ ունեն իրանց ինստրուկտորը, մի հատ շատ լուրջ դեմքով կին, որ սրանց բացատրում է, թե այդ երևակայական կենդանիների հետ ինչպես վարվեն, որ ճիշտ լինի։ Ես չեմ հասկանում, ես եմ խելագարվել, թե այս աշխարհը, եւ ուր ենք գնում, եւ ես ինչ է կատարվում, եւ ինչ են ուզում մեզ հրամցնել, որ սա էլ անորմալ, այն էլ անորմալ, կվադրակոպտ էլ անորմալ, որ կենդանու մաս կդնեն, գնան պարկերի մեջ մարդիկ շան ու կատվի պես ապրեն, ըս ամեն ուզում են որ մեզ որպես նորմա հրամցնեն տելևիզորով, համացանցի միջոցով, եւ որն է պատճառը, եւ մտածեցի, փնտրեցի, ինչի դեր, ինչի է մարդը կամենում փոխել իր արժեքները նման արժեքների հետ։ Աստված մեզ տվել է իր պատկերն ու նմանությունը։ Աստված իր շունչը, իր պատվական հոգին դրել է մեր մեջ։ Մենք արարչագործության գլուխգործոցն ենք։ Եվ Աստված մեզ տվել է մի գլխուղեղ, որ այդ գլխուղեղի աշխատանքը, այդ ունակությունը անսահման է։ Մի ամբողջ տիեզերք է մեր գլխուղեղը, որ գիտնականները երբ որ փորձում են հասկանան, ոչ խորությանն են հասնում, ոչ երկարությանը, ոչ լայնությանը, եւ հավատացյալ գիտնականներ, ովքեր որ Աստծուն հավատում են, դավանում են, որ այս գենիալնի հանճարեղ գլխուղեղի ետևը կանգնած է մի հանճարեղ արարիչ։ Բայց ինչ են անում մարդիկ։ Մարդիկ այս հանճարեղությունը փոխում են եւ գերադասում են ապրեն միաբջիջ ամյոբայի պես, անբան անասունի պես։ Որն է պատճառը։ Պատճառը իրանց մոլորությունն է։ Պատճառը, որ սատանան շատ լավ խաբել է իրանց։ Եվ պիտի ընթերցանեմ Հռոմեացիներին ուղված առաջի գլուխ 21-րդ խոսքից։ Որովհետև Աստծուն ճանաչելով նրան որպես Աստված չփարավորեցին։ Ոչ էլ շնորհակալ եղան, այլ իրենց դատողությունների մեջ ունայնացան եւ իրենց անմիջ սրտերը խավարեցրին։ Իրենք իրենց իմաստուն համարելով հիմարացան եւ անեղծ Աստծո փառքը փոխեցին եղծանելի մարդու, թրջունների, չորքոտանիների եւ սողունների պատկերի նմանությամբ, այսինքն կուրքերի հետ փոխեցին, սատանայի հետ փոխեցին։ Դրա համար էլ Աստված ըստ իրենց սրտի ցանկության նրանց պղծության մատնեց, որպիսի իրար մեջ իրենց մարմինները անարգեն, որոնք Աստծո ճշմարտությունը ստության հետ փոխեցին եւ երկրպագեցին ու ծառայեցին արարվածների փոխանակ արարչին, որ հավիտյան օրհնյալ է ամեն։ Որն է պատճառը, որ այս մարդիկ հիմարացած են, որտեւ իրենց արարիչ Աստծո փառքը փոխեցին սատանայի հետ։ Այդ կուրքերի անունները, որ տալիս ամեն մի կուրքի հետևը դևեր են կանգնած, սատանաներ են կանգնած։ Եվ մարդը իմանալով Հիսուս Քրիստոսի կատարած զոհաբերությունը, քանի որ ամեն մարդ գիտի, մենք դավանում ենք անդադար, ինչու համար Քրիստոս եկավ, խաչվեց, մահացավ, հարություն առավ, մարդը գիտակցաբար մերժում է այս ճշմարտությունը եւ գնում է ստության ետևից, իսկ ստության ետևը սատանան է կանգնած։ Իսկ սատանայի նպատակն է, որպեսզի քեզ ինչքան հնարավոր է անարգի եւ ոչնչացնի քեզ, քո իրական արժեքդ քեզանից վերցնի,
եւ քեզ անբան անասունի տեղ դնի եւ այդպես վարվի քեզ հետ։ Հիմա գիտեմ շատերը կասեն, գիտես, մենք այս թեմաների մեջ չկանք, մենք այդ խելագարների մեջ չենք։ Այո, հավատում եմ, բայց Տերն ասում է, ով որ ինձ հետ չի, ինձ հակառակ է։ Տերն ասում է, իմ ճշմարտությունը փոխեցին, եւ Տերն ասում է, ես եմ ճշմարտությունը։ Ճանապարհը եւ կյանքը Հիսուս Քրիստոսն է։ Եթե մենք Հիսուս Քրիստոսի հետ չենք, մենք սատանայի ստության մեջ ենք։ Սիրելիս, եթե Հիսուս Քրիստոս քո Տերը չի, քո Փրկիչը չի, քո Արարիչը չի, քո Աստվածը չի, որին դու դավանում ես որպես մեռելներից հարություն առած միակ ճշմարիտ կենդանի Աստված, դու սատանայի ստության մեջ ես։ Մի ուրիշ տեսակի խաբեության մեջ ես, մի ուրիշ տեսակի մեղքի մեջ ես, մի ուրիշ տեսակի անարգանքի մեջ ես, բայց միևնույնն է, դու Տիրոջ հետ չես։ Այսօր իմ խնդրանքն է, իմ կոչն է, իմ հորդորն է, իմ աղերսանքն է, սիրելիս, ես ցավով եմ նայում այս տեսակի մարդկանց, ովքեր որ դեռ խաբված են սատանայից։ 2000 տարի առաջ այդ հաղթությունը եղավ խաչի վրա քեզ համար։ Խնդրիր Տիրոջը, որ քեզ աչքեր տա տեսնելու այդ ճշմարտությունը։ Խնդրիր, որ Տերը բացի քո միտքդ, քո սիրտդ, որպեսզի հասկանաս Քրիստոսի կատարած զոհաբերությունը քեզ համար, սիրելիս, որպեսզի սատանայից մոլորված, այդ խաբեության մեջ չլինես, իր ձեռքին կեղտոտ գործիք չլինես, անարգված չլինես, այլ պատվական Աստծո զավակ լինես, ինչի համար, որ Հիսուս Քրիստոս իր զոհը կատարեց, սիրելիս։ Հիսուս Քրիստոս եկավ քեզ համար, քո փրկության համար, այսօր բացիր սիրտդ Հիսուս Քրիստոսի համար, կանչիր նրան, դավանիր որպես Տեր եւ Փրկիչ քո կյանքի մեջ, ընդունիր նրա աստվածությունը եւ մտիր նրա սուրբ ու պատվական արյան ծածկոցի տակ եւ եղիր օրհնված, սիրելիս։